Սաղաթելյան նախ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջադեպ հերթական քաշքշուկը, ծեծկռտուկը, ԿՊԱ-կան պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, ինչից սկսվեց, ինչ էր եղել։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահն շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սա, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է։ Տպավորությունը դա էր, ու առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացման ֆոնին ցեղասպանության 110-րդ տարելիցի նախ օրերին պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը վերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետեւաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։ Տպավորություն է, որ ընդդիմությունից ամենաշատը հենց դաշնակցությանն են անդրադառնում, իր պատմությունն են հիշեցնում, երիտթուրքերի հետ համագործակցությունն են հիշեցնում, ասում են միշտ իշխանության եք եղել, անկախությունը ձեր 004-ն են հիշեցնում, այսինքն հենց դաշնակցությանը միշտ իրենց վերաբերմունքը եւ հարձակումը դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետև գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն, ապազգային հայկական շահերից հեռացած մի միավորում եւ այո դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Եվ այո նաեւ կա այդ գաղափարական բախումը եւ Հայաստանի տեսլականի ապագայի եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի, ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ԿՊԱ-կան մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Հետեւաբար մեր եւ իրենց բախումը իմիջիալոց ես խորհրդարանում առաջին իմ ելույթն եմ հենց այդ բաժանումը դրել ու դրա վրա կառուցել, որ անձնական չի այդ բախումը, խորը գաղափարական բախում է եւ այո իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մեր կողմից անընդունելի է։ Հետեւաբար իրենց հարձակումը նաեւ հաշվի առնելով անձնական ու այս ամեն ինչը ինչ տեղի ունեցել նախորդ տարիներին դրանով է պայմանավորված։ Այն ամենաթեժ պահին տեսանյութերից մեկը երևում է, թե ինչպես է ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասում, այ կներեք իհարկե արտահայտությանս համար, այ պոռնիկներ, ո՞նց եք թույլ տալիս նման։ Գիտեք, դրանք տղամարդկային տարական բաներ չունեն, էլի։ Մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, ասենք զորքին հրահանգ են տալի դռան հետևը սպասեք, հենց կասենք այդ ժամանակ կմտնեք։ Այնտեղ մարդկանց այո, հանրահարական են տալի դու սրա վրա կլինի։ Մի օր զրկվելու եք այս պետական պաշտպանությունից։ Ու այն ժամանակ եթե մեջները տղամարդ կա ցանկացած իրավիճակում, ցանկացած որ կարա խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք, ասենք, հետեւաբար դրանք այս պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել։ Հիմա հաստատի այդ նախագիծը այնուամենայնիվ բերելու եք։ Արդեն մուտք ենք արել խորհրդարան, իր բոլոր ընթացակարգերով անցնելու է, մենք բնականաբար պայքարելու ենք, բացատրելու ենք, հանրային մեծ իրազեկում ենք իրականացնում։ Ոչ, մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի, միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստան ժամանակ իրավիճակը ամբողջությամբ այլ էր, հիմա բոլորովին այլ։